Էնդոմետրիոզը համարվում է գինեկոլոգիական լուռ համաճարակ ամբողջ աշխարհում։ Այն արգանդից դուրս արգանդի լորձաթաղանթի նման հյուսվածքի աճն է։ Վերջին տարիներին նկատվում է հիվանդության տարածվածություն եւ երիտասարդացում։ Տարածվածությունը կապված է նրա հետ, որ կանայք ավելի քիչ են ծննդաբերում եւ ավելի կարճ են երեխաներին կերակրում եւ ունենում են ավելի շատ դաշտանային ցիկլեր։ Երիտասարդացումը նույնպես մենք այսօր նույնպես նկատում ենք, որ մեր աղջիկների շրջանում մենարխեն մի քիչ ավելի շուտ է լինում, դրա համար այդ իսկ պատճառով գանգատները կապված այդ տարիքային շրջանի հետ կարող են ավելի շուտ ի հայտ գան։ Էնդոմետրիոզի հիմնական բարդությունը պտղաբերության խանգարումն է։ Այդ խնդրով կանայք հաճախ դժվարանում են հղիանալ։ Տարածված խնդիր է բավականին մեծ, այսպես դες ասեմ, եթե մենք հետազոտենք անպտղությամբ տառապող կանանց, ապա կարող է հասնել 50-60%-ի։ Եթե մենք խոսում ենք ընդհանուր պոպուլյացիայի մասին, բնակչության մասին, ապա տարածվածությունը այո, նշվում է մինչև 10%, ասենք թե, բայց այսօր երբ որ մեր մոտ կան ավելի մանրակրկիտ դիագնոստիկ ախտորոշիչ մեթոդներ, ապա տարածվածությունը հասնում է նույնպես մինչև 60% կարող է հասնել։ Հիվանդության ախտորոշումն ու կլինիկական պատկերը կարող են տարբեր լինել։ Կինը կարող է ունենալ ախտահարում, բայց չունենալ որևէ ախտանշան։ Ամենատարածված գանգատներից է դաշտանային ցիկլի խանգարումը։ Նաև կինը պարզապես կարող է ունենալ մեջքի ցավ, գնալ բազմաթիվ մասնագետների մոտ, բայց պարզվի, որ այն մոտ էնդոմետրիոզ է։ Այսինքն էնդոմետրիոզը դա քրոնիկ մեջքի ցավի, ուրեմն նույնպես ամենատարածված պատճառներից մեկն է։ Եվ իհարկե կանայք կարող են դիմել անպտղության պատճառով եւ պարզվի, որ պատճառը այդ իրավիճակի դա էնդոմետրիոզն է։ Բժիշկը նշում է, էնդոմետրիոզ ունեցող կինը պետք է մշտապես մասնագետի հսկողության տակ լինի։ Կարևոր է թիմային աշխատանքը, իսկ բուժման մեթոդներ կան՝ դեղորայքայինից մինչև վիրաբուժական։ Նարէ Ոսկանյան, Ռոմիկ Խաչատրյան, Լուրեր։